10 տարի առաջ անհայտ պայմաններով տղաս դուրս եկավ տանից ու անհայտացավ։ Իրանից ոչ մի տեղեկություն չիմացանք, դիմեցինք ոստիկանություն, մատավազներ եկան, գետը նայեցին, լիճը նայեցին, ասին քաղաքը խոսակցություններ գնա, որ իրան սպանել են, գցել են այդտեղ, հետո մեր Ստեփանավանի ձորի կիրճի ասին ընտեղ են գցել, նորից եկան նայեցին այդ լեռնագնացները ու ոչինչ չգտնվեց Իրանից։ Այս 10 տարիների ընթացքում բազմաթիվ անգամ ես բողոք եմ ներկայացրել։ Այո։ Եվ ոչ ինձ ասել են տեղեկություն իմանալու համար, առաջի հերթին նորություն հենց եղնի դուք իմանաս։ Ձեր որդու անունը ինչ էր տիկին Սուսաննա։ Արեն Հրանտի Հարությունյան, ծնված 1989 թվականի հոգոստոսի 29-ին։ Ձեր որդին ինչ պետք է արած լիներ, որ տեղեկություններ էին շրջանառվում, որ իրան միգուցե սպանել են։ Ինչ աղմկահարույց դեպքեր էին տեղի ունեցել, որ ենթադրվում էր, որ միգուցե իրեն սպանել են։ Մի դրան իրա կորչելուց 7 ամիս առաջ ինքը եւ Ստեփանավանում մի հատ Արիչոկ մականվամբ ոնց են ասում գողական չէ՞ էլի ավտարիտետի ու իր մեջ վիճաբանություն տեղի ունեցավ ու այդ վիճաբանությունը վերջացավ նրանով որ կես գիշերին ներխուժեց մեր բնակարան ով ներխուժեց այդ Արիչոկ մականվամբ քաղաքացին ներխուժեց մեր տուն մենք ահաբեկված էինք ամուսինս առաջարկեց դուրս գալ մեր տնից չկարողացանք իրան տանից հանենք հարցակ մեզ տղայիս վրա ես առաջին ընկա օգնություն որպես վեճի բաժանող ինձ դանակահարեց ձեռքս լրիվ կտրվել էր տարանից հիվանդանոց վիրակապեցին ձեռքս ու դրանից հետո տղես իրան խփեց որ տեղել հնարավորություն չկա դրան ազատելուն ասել էր որ եկելա ցելով այգե պետք է այնտեղում սպանի ու իմ տղեն իրան խփեց դրանից հետո տղաս նստեց քննությունը բարձ ընթացք ստացավ եւ տղաս ինքնապաշտպանությունով ազատվեց դրանից ուղիղ այդ մի տարի չէր անցել երբ դուրս եկավ տղես քրեակատարողական հիմնարկից ուղիղ մի ամիս անց ինչ որ իր անկերները իբր թե ես լսել եմ ես չգիտեմ կոնկրետ ականատես է եղել իրան մտերիմ ինքեր որ իրան տանից հանելա հայաթն խոսալու սուրճ են խմել բանը զրուցարան եմ բակի ու տեղից բաժակները թողելա ու տղես գնաց ու մինչև այսօր չկա արդեն քանի տարի կլինի տիկին Սուսաննա 11 տարի 11 տարի հետո ինչ զարգացումներ եղան տիկին Սուսաննա ես բանից անտեղյակ ինչ որ մասունքներ են գտել երբ են գտել իրավապահներն են եկել ձեզ ասել Չէ, հոկտեմբերի 12-ին այդ մասունքներ են գտել Ստեփանավանի Չարենցի փողոցի գերեզմանատան հարակից ձորից, կիրճա, մեծ կիրճա, տեղից, ես տեղյակ չեմ ոչնչից, գուցե ես վատառող չեմ դրա համար ճշումս որ չբարձանա սրտի խնդիրներ ունեմ եւ ինձ խղճալով ոչ մեկը բան չի ասել, ես չգիտեմ։ Ու տղաս Ռուսաստանից զանգում ինձ ասում ինչ կա, չկա, բան ասում եմ ոչ մի բան, այս երեխի սահմանում որ սա Ստեփանավանը զանգում իրան ասում աղբորդ գտել են ձորից, մաման ոչ մի բան չգիտի ու քրոջն ասում լալեսի ասում տաթև մամային ինձ մաներով հերվից գլխի գցի որ ասենց բանա գնում որ այդ կնիկ նիմանա հանկարծ չվատանա ու աղջիկս ինձ ասում որ մամ մի բան եմ ասում զգոն էլի սենց բանա բայց չգիտեմ ճիշտ ասուտա ինքը ինձ մի հետից չասավել որ ես ինձ ված չզգամ ու ասա որ փաթեթավորել են այդ ոսկորները ուղարկել են փորձաքրեագիտական լաբորատորիա
ստույգ ոչինչ չեն ասի, մինչև պատասխանը չլինի։ Տիկին Սուսաննա, ներողություն, այսինքն ձեր երեխաներին ամեն դեպքում իրավապահները ասել են, որ միգուցե կասկածներ ունեն, դա 11 տարի առաջ անետացած իրանց եղբայրն է։ Ձեզ չեն ասել, բայց ձեր որևէ հարազատներին, ձեր մյուս որդուն աղջկան։ Սկզբում չեն ասել ոչինչ, հետո որ արդեն տղես աղջկաս ասելա, որ տաթև ինձ զանգել են Ռուսաստան, ասում են, որ բանա, սենց բանա, ասում են քաղաք ասում է, որ արենին գտել են մասունքները, հլանատ իմացի, նոր աղջիկս զանգմա քնչական, թե հայրը զանգմա ու ասում է, որ ճիշտ է, ասում են ճիշտ է, ասում չի մենք տեղյակ չենք, կիմանակ էլի մի քիչ բաներնի, հստակեցվի այդ մասունքները արդյոք ձեր կորածիննա թե չէ ու քնարջան հետո աղջիկս հապճեպ տաթևս եկավ քնչական որոշում տվեցին, որ փաթեթավորել են, ուղարկել են Երևան, պատասխանը կիմանաք ու այդ պատասխանը մինչև այսօր ոչ մի բան, բայց ասել են, մեկնաթուղթ են ուղարկել, որ ինչ որ այդ բանը ոսկորները պատկանում է 20-ից 40 տարեկան բոյով մարդու։ Աղջիկս ասում է, ես ոնց իմանանք էլի, դուք մեզ կրկնակի ոնց որ ցավ պատճառեցիք, մամա ստրեսի մեջ հանգել, թե բա ինքը գնա դնեթեի։ DNT անալիզ կանենք, ասեն։ Հետո ես տեսա այդ DNT-ն ուշանում է, ես ինքս գնացի քնչական, ինձ ասին ինչ ես եկել, քեզով ականջե, եթե պետք կլինի մենք քեզ կկանչենք։ Ու մինչև այսօր ոչ հայ են ասում, ոչ չեն ասում, ես դեպի մինչև նա չգիտեմ ինչ անեմ, սահուրս ես տխուր տրտում լացնելով, որը սանց եմ կացնում։ Այսինքն ըստ էության իրավապահները կրկնակի փորձաքննություն են նշանակել ու ձեզ հոկտեմբերին, երբ որ գտել են այդ մասունքները, մինչ օրս հստակ պատասխան չեն տալի։ Հիմա դա ձեր որդին է, թե ձեր որդին չէ։ Ոչ ասում են մերն է, ոչ ասում են մերը չի։